Դուք այդ ամեն ինչի ակունքներում կանգնած Արցախի առաջին նախագահն եք եղել, նաև 88 թվականին շարժում, հետագա զարգացումներ եւ այլն եւ այլն։ Կարող եք հիշեցնել այդ ժամանակ իրերի դասավորվածությունը ինչպես էր, այսինքն մենք մեզ պահում էինք այնպես ինչպես հիմա իրեն Ադրբեջանն է պահում։ Նայեք, այդ մարդը ազգի վրա ասենց փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել։ Արդարացնելու համար իր այսօրվա կեցվածքը։ Սա մի կրկնակի մեղք գործել է մեր ժողովրդի նկատմամբ։ Նայեք, Շուշին ազատագրելուց հետո անմիջապես sense առաջի հատկապես ամիսը մսկիտում post էինք դրել, որ հանկարծ մեկը ինչ որ կարող է ինչ որ բարեկամա կորցրել, կարող է ինչ որ հարազատա կորցրել ռազմական գործողությունների ժամանակ, որ հանկարծ ինչ որ բան չանի։ Ու ընդհանրապես պարզվեց, որ կարիք չկար, որովհետև նման նպատակ ոչ ոք չուներ։ Երբեք որևէ մշակութային արժեք այն ժամանակ Ղարաբաղում չի վնասվել ընդհանրապես։ Մեկ սա ակնհայտ է եւ այդ մեղքը վերցնել մեր վրա, դե մենք էլ ենք արել, հիմա դրա համար էլ իրենք են անում, մենք էլ լռենք, միգուցե իրենք էլ լռեն։ Ուղղակի անընդունելի կեցվածք է։ Եվ ամենից սարսափելին այն հայտարարությունն է, որ իրենց տարածքն է ինչ ուզում անում են։ Հիմա եթե դու գնում ես Եվրոմիություն, ինչ որ հայտարարել ես համամարտկային արժեքների մասին, ուղղակի ՄԱԿ-ի ընդունված փաստաթղթերի, եթե ծանոթ լինես, եթե դու տգետ չես եւ տհաճ չես, ծանոթ լինես, դու կհասկանաս, որ սա վանդալիզմ է համարվում եւ հանցագործություն է համարվում։ Սա տարածքի հետ կապ չունի։ Եվ ինչ է նշանակում հանցագործությունը այդպես։ Այսինքն եթե Ադրբեջանի տարածքում հայ սպանեն, մենք չենք արձագանքելու, ասելու ենք իրենց տարածքն է ինչ ուզում են անում են։ Հենց դրա մասին է խոսքը, որ եթե դու խոսում ես համամարտկային արժեքների մասին, ապա դու պետք է գոնե ինքդ հարգես ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված մի շարք բանաձևերը,